Հարկային սեզոնը մեկնարկել է այս տարի, խաղի կանոնները փոխվել են Թրամփի մեծ գեղեցիկ օրինագիծ անվանումը ստացած նոր օրենքի շնորհիվ։ Ըստ այդմ վերադարձվող գումարի չափը կաճի մոտ 25%-ով հասնելով միջինը $3800։ Ստանդարտ նվազեցման շեմն էլ բարձրացվել է, հասնելով $15750 միայնակների և $31500 ամուսնական զույգերի համար։ Նոր օրենքը 4 անգամ բարձրացրել է նահանգային և տեղական հարկերի նվազեցման շեմը (SALT-ը), հասցնելով այն $40,000։ Թեյավճարներով և արտաժամյա աշխատողները կարող են եկամուտից դուրս գրել համապատասխանաբար մինչև $20,000 և $12,500։ Ավտոմեքենա գնելիս կարելի է դուրս գրել մինչև $10,000 վարկի տոկոսագումար, պայմանով, որ մեքենան հավաքվել է ԱՄՆ-ում։ 65-ից բարձր տարիքի անձինք ստացել են $6,000 նոր նվազեցման իրավունք։ Երեխաների հարկային վարկը հասել է $2200, իսկ նորածինների համար կբացվեն Թրամփի հաշիվներ պետական ավանդներով։ Հարկային հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։ $89,000-ից ցածր եկամուտ ունեցողները կարող են օգտվել անվճար ներկայացման ծրագրից Free File-ից։ Այս թեման մեր ուշադրության կենտրոնում կմնա նաև առաջիկայում, մինչև այդ համառոտ այն մասին, թե ինչ ենք պատմելու այսօրվա թողարկման ընթացքում։ Ամերիկյան նավերը մոտեցել են Իրանին, արդյոք պատերազմն անխուսափելի է։ Հարավային Կորեայից ԱՄՆ ներմուծվող ապրանքները կթանկանան, ինչ է փոխվում և ինչու է դաշնակցի վրա զայրացել Թրամփը։ Մինեապոլիսի արյունալի միջադեպը փոխում է Թրամփի խաղի կանոնները։ Ամերիկայում սառցե ապոկալիպսիսը շարունակվում է, անմոռանալի կադրեր սառցապատված Նիագարայի ջրվեժից։ Սարսափելի կադրեր Կալիֆոռնիայից, երեխան ընթացքի ժամանակ դուրս է թռչում մեքենայից։ Չղջիկները կատաղության վիրուսի տարածող, որտեղ են գրանցվել հաստատված դեպքերը։ Պատվաստվել, թե ոչ, մանկաբույժները մերժում են Թրամփի վարչակազմի նոր կանոնները։ Ամերիկացի ալպինիստի հերթական խելահեղությունը ինչպես է հաջողվել հաղթել ֆրանսիացի սարդ մարդուն։ Մեկ այլ խելահեղ մարդու մասին է պատմելու Մանու Հարությունյանը, խոսքը այս դեպքում համաշխարհային մասշտաբի գործչի մասին է։ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ղեկին է արդեն 1 տարի։ Ինչ է փոխվել այդ 1 տարում Ամերիկայում և աշխարհում։ Հետաքրքիր ու անսպասելի փաստերին սպասեք մեր թողարկման երկրորդ հատվածում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և այսօր միասին կբացահայտենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնց շուրջ այս պահին խոսում է ամբողջ երկիրը։ Ձեր աջակցությունը մեզ համար կարևոր է։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք հետևում մեզ, միացեք քննարկմանը և լայքով աջակցեք մեր աշխատանքին, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Սա ամենամասշտաբային ֆիլմն է Հայաստանում։ Նկարահանումների համար գործել է 21 տաղավար, կառուցվել է 60-ականների ոճով մի ամբողջ քաղաք 7000 քառակուսի մետր տարածքով։ Մասսայական տեսարաններին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։ Գողություն հայկական ձևով։ Հայկական առաջին բլոկբասթերը հասել է Լոս Անջելես, արկածներ, հումոր, սրընթաց զարգացող սյուժե։ Սիրված ու ճանաչված հայ դերասանների հետ ֆիլմում նկարահանվել է նաև բոլիվուդյան հայտնի դերասան։ Հունվարի 31-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում տեղի կունենա հայկական առաջին էքշն ֆիլմի պրեմիերան՝ Գողություն հայկական ձևով, այնպես որ եթե ցանկանում եք այս շաբաթ օրը հետաքրքրացնել, արդեն գիտեք, թե ինչ պետք է անել։ Ֆիլմի տոմսերը կարող եք ձեռք բերել ticketmiket.com կայքից։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիագրային հարվածային խումբը USS Աբրահամ Լինքոլն ավիագրի գլխավորությամբ հասել է Արաբական ծով։ Իրանի տարածքը հայտնվել է այս խմբի կրակային հասանելիության տիրույթում։ Իրանի դաշնակից խմբավորումները, որոնք չեզոք են մնացել 2020-ի հունիսյան պատերազմի ժամանակ, այժմ սպառնում են ակտիվանալ։ Ի տարբերություն մյուսների, Լիբանանի Հզբոլահը պահպանում է լռությունը, խուսափելով հստակ սպառնալիքներից։ Պաշտոնական Թեհրանը փորձում է նվազեցնել ամերիկյան ներկայության նշանակությունը, այն որակելով որպես հոգեբանական ճնշում։ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Թրամփի ուղարկած ավիակիրը ոչ թե զսպող գործ է, այլ ընդամենը հասանելի թիրախ։
Իսկ դաշնակիցների հետ Թրամփը տնտեսական պատերազմ է շարունակում։ Նա հայտարարել է, որ Հարավային Կորեայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը 15-ից դառնում են 25%։ Այս որոշումը հարվածել է ավտոմեքենաներին, փայտանյութերի եւ դեղագործական ոլորտներին, թանկացնելով ԱՄՆ ներկրվող ապրանքները։ Հարավային Կորեան Ամերիկայի առևտրային խոշորագույն գործընկերներից է, որտեղից տարեկան ներմուծվում է շուրջ 150 միլիարդ դոլարի ապրանք։ Դեռ 2025-ի հոկտեմբերին էին ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան վերջնականացրել գործարքը, որը ենթադրում էր 350 միլիարդ դոլարի կորեական ներդրում ԱՄՆ-ում։ Թրամփին զայրացրել է այն, որ Կորեան չի շտապում ներդրումներ սկսել։ Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր 100% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների համար, եթե այդ երկիրը շարունակի մերձեցումը Պեկինի հետ։ Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ Թրամփը սոցցանցերում հրապարակել է ԱՄՆ քարտեզի փոփոխված տարբերակը, Կանադան, Գրենլանդիան եւ այլ տարածքներ ներկայացնելով որպես ԱՄՆ մաս։ Իդեպ, ԱՄՆ-ի եւ Կանադայի տնտեսությունները սերտ կապված են միմյանց հետ։ Օրական սահմանը հատում է մոտ 2.7 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ԱՄՆ նավթի ներմուծման 60%-ը բաժին են կնում հենց Կանադային։ Ներքին քաղաքականության մեջ Թրամփի հիմնական գլխացավանքը մնում է միգրացիոն թեման։ Մինեապոլիսում տեղի ունեցած ողբերգությունը ստիպել է Սպիտակ տանը վերանայել իր կոշտ քաղաքականությունը։ 37-ամյա Ալեքս Սպրետիի սպանությունից հետո Դոնալդ Թրամփը, այսպես ասած, մտահոգված է, քանի որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ տարածվող կադրերը հարվածում են իր վարկանիշին։ Սկզբնական շրջանում պաշտոնյաները բուժակին ներկայացնում էին որպես ներքին ահաբեկիչ։ Երբ տարածվեցին հակառակ ապացուցող տեսանյութեր, Թրամփը Մինեապոլիսի իր թիմի ղեկավար կազմում փոփոխություններ կատարեց իրավիճակը մեղմելու համար։ Որոշվել է կրճատել քաղաքում տեղակայված ավելի քան 3000 դաշնային գործակալների թիվը։ Հանրային իմիջը փրկելու համար այսը սկսել է սոցցանցերում ցուցադրել իր գործակալների մարդկային կողմը։ Գերատեսչությունը հրապարակել է դեպք, որտեղ գործակալները օգնում են քաղաքացուն լիցքավորել մեքենայի մարտկոցը, փորձելով մեղմել կառույցի շուրջ ձևավորված բացասական ընկալումը։ Արկանզասից մինչև Նոր Անգլիա շարունակվում է ձմեռային փոթորիկը։ Աղետի հետևանքով տարբեր նահանգներում արդեն իսկ արձանագրվել է մահվան առնվազն 30 դեպք։ Զոհերի թվում կան թե դժբախտ պատահարներ, թե ցրտահարության դեպքեր։ Փոթորիկն իր հետ բերել է առատ ձյուն, սառցե անձրևներ եւ ռեկորդային ցածր ջերմաստիճան, կաթվածահար անելով Ամերիկայի մեծ մասը։ Փիթսբուրգի հյուսիսում ձյան շերտը հասել է 50 սանտիմետրի, մինչև 38 սանտիմետրի հասնող ձյան պատճառով Նյու Յորքի դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Իրավիճակը ծանր է անգամ հարավային մի շարք նահանգներում։ Եղանակային պայմանները կաթվածահար են արել տրանսպորտային համակարգը, պատճառ դառնալով ավելի քան 15000 չվերթի հետաձգման կամ չեղարկման։ Ավելի քան կես միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Մասնագետները զգուշացնում են, որ սառնամանիքը դեռ չի նահանջելու։ Նիագարայի ջրվեժը սառույցների մեջ է։ Ամերիկայի տարածքի մեծ մասը պաշարած սառնամանիքները չեն խնայում նաև ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող բնության այս հրաշքը։ Սառույցով պատված ջրվեժի տեսքը պակաս հիասքանչ չէ։ Հակառակ խիստ սառնամանիքներին բազմաթիվ զբոսաշրջիկներ շտապում են այցելել բնության այս հրաշքը սեփական աչքերով տեսնելու համար։ Բնական ու քաղաքական փոթորիկներից փրկվելու տարբերակ են առաջարկում տուրիզմի ոլորտում։ Ֆլորիդայում գործող Villa Residence ընկերությունը առաջարկում է 4 տարվա շուրջերկրյա նավարկություն Skip Forward «Սլացիր առաջ» անվանումով։ Այս առաջարկը հնարավորություն է տալիս ամերիկացիներին նավարկել Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ամբողջ ընթացքում։ Ճանապարհորդները կարող են միանալ ցանկացած նավահանգստից։ Երկտեղանի խցիկների արժեքը կազմում է $159,999, իսկ մեկտեղանիներինը $255,999։ Գործադիր տնօրենը նշում է, որ փաթեթը քաղաքական չէ, այլ պարզապես շքեղ հանգստի հնարավորություն է։ Հասանելի են նաև ավելի կարճ 1, 2 եւ 3 տարվա ուղևորությունների տարբերակներ։
Վերադառնանք կալիֆորնիական անցուդարձին, սոցիալական ցանցերում տարածված սարսափելի տեսանյութը, որտեղ հստակ երևում է, ինչպես է փոքրիկ երեխան դուրս ընկնում ընթացող մեքենայից, հանգեցրել է մոր ձերբակալությանը։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Օրինջ Քաունթիի շրջանում Ֆուլերտոն քաղաքի բանուկ խաչմերուկում։ Դիմացից եկող մեքենայի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ամենագնացի առջևի ուղևորի դուռը բացվում եւ 19 ամսական երեխան հայտնվում է ասֆալտին։ Վարորդը կտրուկ արգելակել է, ինչն էլ փրկել է երեխային։ Կադրերում երևում է, թե ինչպես է կինը վազելով դուրս գալիս վարորդի նստատեղից, վերցնում ընկած երեխային եւ արագ վերադառնում իր մեքենան։ Հետաքրքրական զուգադիպությամբ ընդամենը 3 օր անց նույն խաչմերուկը դարձել էր մեկ այլ աղմկոտ միջադեպի փախուստի դիմաց ոսկերչական խանութի գողերի մասնակցությամբ վթարի վայր։ Ոսկերչական խանութի կողոպուտը կարող է նոր ֆիլմի սցենարի հիմք դառնալ։ Տեսախցիկները ֆիքսել են ցնցող կադրեր, թե ինչպես են գողերը ամենագնացով ջարդուփշուր անում հարավային Կալիֆորնիայում գտնվող ոսկյա զարդերի խանութի դռները, իրականացնելով $1 միլիոն հասնող կողոպուտ։ 8 կասկածյալները փորձել են փախուստի դիմել 2 Dodge Charger-ներով, սակայն նրանց ծրագիրը ձախողվել է ոչ թե ոստիկանական թե շետապնդման, այլ սեփական անփութության պատճառով։ 2 մեքենաներն էլ փախուստից շատ չանցած վթարվել են, դրանց ուղևորները ձերբակալվել են։ Դեպքի վայրից ավելի հաջող ու անվնաս է հեռացել բանկ ներխուժած եղջերուն։ Նյու Յորքի Սաֆոլք շրջանի ոստիկանները ստիպված են եղել բանկ շտապել, այնտեղ ներխուժած եղջերուին հանելու համար։ Կենդանին ջարդուփշուր է արել բանկի ապակին ու տակնու վրա արել տարածքը։ Ոստիկանները կատակել են, թե եղջերուն երևի դոլարներ էր փնտրում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են սպաները հանդարտեցնում վայրի կենդանուն, նրան բանկից հանելով նույն պատուհանով, որտեղից ներս էր մտել։ Լոս Անջելեսի հարավային Ֆիգերոա փողոցում գտնվող սպորտային բարերից մեկի մոտ գիշերային ժամանցը վերածվել է արյունալի դրամայի։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ մահացու հրաձգության փաստով անմիջապես սկսվել է հետաքննություն։ Տարածքի տեսախցիկները հստակ ֆիքսել են, թե ինչպես են 2 տղամարդ թեժ վիճում դրսում, ինչից հետո նրանցից մեկը հանում է զենքն ու կրակում, ապա հանգիստ հեռանում դեպքի վայրից։ Միջադեպի դրդապատճառները դեռ հայտնի չեն, իրավապահները փնտրում են զինված կասկածյալին, որը դիմել է փախուստի։ Հարավային Կալիֆորնիայի Սան Բերնարդինո լեռներում տեղի ունեցած ողբերգական դեպքը ստացել է քրեական ընթացք, իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է իր կնոջ սպանության մեջ։ Սպանված կինը տևական ժամանակ համարվում էր անհետ կորած։ Նրա մարմինը հայտնաբերվել է Քրեսթլայն համայնքի լանջերից մեկում, ամուսինը ձերբակալվել է դիակի հայտնաբերումից ավելի քան 2 ամիս անց։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանություն ծանրացնող հանգամանքներում հատկանիշներով։ Մահվան կոնկրետ մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Մարդասպան ամուսիններից ոչ պակաս վտանգավոր կարող են լինել անմեղ թվացող չղջիկները։ Կալիֆորնիայի Օրանժ շրջանում հայտնաբերված չղջիկը վարակված է կատաղության վիրուսով։ Առողջապահության պատասխանատուները զգուշացնում են, որ չբուժելու դեպքում հիվանդությունը գրեթե միշտ մահացու ելք է ունենում։ ԱՄՆ-ում վերջին տարիներին մարդկանց մոտ կատաղության ռաբիեսի դեպքերի մեծ մասը հենց չղջիկներից է եղել, քանի որ նրանց ատամները այնքան փոքր են, որ խայթոցը կարող է աննկատ մնալ։ Պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս խուսափել վայրի կենդանիներին դիպչելուց, պատվաստել ընտանի կենդանիներին չքնել բաց պատուհաններով, տանը չղջիկ տեսնելու դեպքում մեկուսացնել սենյակը, իսկ ցանկացած խայթոց անմիջապես լվալ օճառով եւ դիմել բժշկի։ Կանխարգելիչ բուժումը անվտանգ է եւ գրեթե 100% արդյունավետ։ Ամերիկյան մանկաբուժության ոլորտում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի առաջատար բժշկական խումբը դեմ է դուրս եկել դաշնային կառավարությանը։ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան AAP-ն, որը ներկայացնում է 67,000 բժիշկ, պնդում է, որ պարտադիր է երեխաների պատվաստումը 18 հիվանդության դեմ։ Թրամփի վարչակազմը այդ ցուցակում թողել է 11 հիվանդություն։ Վեճի հիմնական առարկան COVID-ի, գրիպի, RSV-ի, ռոտավիրուսի եւ հեպատիտ A-ի ու B-ի դեմ պատվաստանյութերն են։ Մասնագետները վստահեցնում են, որ հիվանդությունների ռիսկայնությունը չի նվազել, ուստի պաշտպանության մեթոդները եւս չպետք է փոխվեն։
Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Գլենդելի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է 2 կնոջ, որոնք կասկածվում են Լոս Անջելեսի շրջանի In-N-Out-ի շուրջ 1 տասնյակ մասնաճյուղերում կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ։ Մանրամասները չեն հրապարակվել։ 508 մետր բարձրության վրա առանց պարանի կամ ապահովագրող ցանցի։ Ամերիկացի լեռնագնաց Ալեքս Հոնոլդի համար սա հերթական մարտահրավերն էր, որը նա հաղթահարեց մագլցելով Թայպեյի 101 հարկանի երկնաքերը։ Netflix-ով ուղիղ եթերում ցուցադրվող այս վտանգավոր հնարքին հետևում էին հազարավոր մարդիկ։ Հոնոլդից պահանջվեց ընդամենը 1.5 ժամ գագաթ հասնելու եւ պատմական սելֆին անելու համար։ Նա առաջինը չէր, ով բարձրացել է այս շենքը 2004 թվականին ֆրանսիացի Սարթ Մարթը Ալեն Ռոբերը նույնպես հաղթահարել էր բարձունքը, սակայն նա ծախսել էր 4 ժամ եւ ի տարբերություն ամերիկացու օգտագործել էր անվտանգության պարան։ Costco-ն հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում հին հեռախոսները, նոթբուքերն ու պլանշետները փոխարինել մինչև $2550 արժողությամբ Costco Shop քարտի հետ։ Ընդունվում են անգամ օգտագործված կամ կոտրված սարքերը, ինչը գնորդներին թույլ է տալիս ոչ պիտանի էլեկտրոնիկան վերածել մթերքի եւ կենցաղային ապրանքների խնայողության։ Շատերի համար անպետք իրերով լի արկղը այժմ կարող է օգնել հոգալ Costco կատարելիք հաջորդ այցի ծախսերը։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը շարունակելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Այսօր նա պատմելու է, թե Ամերիկայում ու աշխարհում ինչ փոխեց Թրամփի կառավարման 1 տարին, այնպես որ բաց չթողնեք, հաստատ հետաքրքիր է լինելու։ Նա վերադարձավ Ամերիկան կրկին մեծ դարձնելու խոստումով։ Պաշտոնը ստանձնելուց ի վեր միջազգային հանրությանը շոկի ենթարկեց գրեթե ամենօրյա ռեժիմով։ Բարև ձեզ։ Glendale News-ի այս հատվածում, ինչպես արդեն գուշակեցիք, Թրամփի կառավարման 1 տարվա արդյունքների մասին եմ խոսելու։ 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ՀՆ-ն աճել է 4.3%, գործազրկությունը 4.6, բենզինի գինը 19 նահանգում նվազել է, իջնելով $2-ից ցածր, սակայն մի շարք նահանգներում բնակարանների վարձակալության գինն աճել է մինչև 20%, հագուստը թանկացել է 14%, միսը 16%, սուրճը 20%, գնաճը մնացել է 2.7%-ի սահմաններում, թեև Թրամփը գնանկում էր խոստացել։ Թրամփը պատերազմ հայտարարեց բյուրոկրատիային 1 տարվա ընթացքում աշխատանքից զրկվեց 170,000 դաշնային աշխատակից։ Պատմության ամենաերկար 48-օրյա շատդաունը դարձրեց զենք բյուջետային ծախսերը կտրուկ կրճատելու համար։ Կրթության ֆինանսավորումը նվազեց 20%-ով, առողջապահությունում ուժի մեջ մտան սահմանափակումներ, սուբսիդիաները կրճատվեցին $45 միլիարդ։ Թրամփը տնտեսական պատերազմ հայտարարեց փաստացի ամբողջ աշխարհին։ Մաքսատուրքեր սահմանվեցին 118 երկրի նկատմամբ, առաջատարը Չինաստանն է շուրջ 60%-ով։ Մաքսատուրքերից չխուսափեցին նաև ԱՄՆ հարևանները՝ Կանադան, Բրազիլիան եւ մյուսները։ Դրա շնորհիվ ԱՄՆ պետբյուջեն 1 տարվա ընթացքում շուրջ $300 միլիարդ ստացավ։ Եթե արտաքին քաղաքականության մեջ Թրամփի համար մաքսատուրքերն էին մահակի դեր կատարում, ապա երկրի ներսում այդ մահակը դարձավ այսը։ Անօրինական միգրանտներին որոնելիս նրա գործակալները անցնող տարվա ընթացքում անգամ ԱՄՆ քաղաքացիների են ձերբակալել, արտաքսել, անգամ սպանել։ ԱՄՆ-ն Թրամփի օրոք հակամիգրացիոն քաղաքականություն է վարում։ 50 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում գրանցվել է բացասական միգրացիա։ 2.6 միլիոն մարդ է արտաքսվել երկրից։ Այդ կոշտ քաղաքականության դեմ պարբերաբար բողոքի բազմամարդ ցույցեր են կազմակերպում, բայց Թրամփը կանգ չի առնում, արտաքսումները կշարունակվեն։ Գրենլանդիան կատակ չէր։ Այնինչ նախկինում համարվում էր տարօրինակ միտք, այսօր դարձել է պաշտոնական արտաքին քաղաքական օրակարգ։ ԱՄՆ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում կղզին ձեռք բերելու համար։ Թրամփը բացահայտ հայտարարել է կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է եւ ինքը ցանկացած գնով այն ձեռք կբերի։ Դրանից հետո դժվար է անլուրջ համարել Թրամփի առաջարկը Կանադային, դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։ 1 տարվա ընթացքում Թրամփը դադարեցրել է իր խոսքով 8 հակամարտություն, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտությունն էր, որը դադարեցնելու մասին պայմանագիրը նախաստորագրվեց 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում։ Դրանով սահմանված երթուղին, որը պետք է Հայաստանի հարավով անցնի, կրելու է Թրամփի անունը։
Թրամփին չհաջողվեց կատարել Ուկրաինայում պատերազմը 24 ժամում ավարտելու խոստումը։ Անցնող տարում անկատար մնաց նաև Թրամփի նվիրական երազանքը։ Նա չստացավ Նոբելյան մրցանակը խաղաղության համար։ Ճիշտ է, 2025-ի դափնեկիրն իր մեդալը 2026-ի սկզբին հանձնեց նրան, բայց դա, ինչպես ասում են, խրախուսական մրցանակ էր։ Թրամփը հույսը չի կորցրել, որ այդ մեդալը պաշտոնապես կստանա 2026-ին։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։